Կունդալինի յոգան նախ եւ առաջ կունդալինի էներգիան արթնացնելու համար է։ Նախ մարդը պետք է գիտակցի, թե ինչի համար է պետք կունդալինի յոգայով զբաղվել եւ կունդալինի էներգիան արթնացնել։ Կունդալինի էներգիան դա էներգիայի մի տեսակ է, որը մոտավորապես 3.5 պտույտ է օձաձև պտտված ու այն գտնվում է մեր պոչուկում։ Առաջին չակրայում, մուլադհարայում, կունդալինի էներգիան գտնվում է քնած վիճակում։ Այդ պատճառով ասվում է, որ պետք է նրան արթնացնել։ Կունդալինի էներգիան արթնանում է եւ չակրաներով բարձրանում է վերև, մինչեւ 7-րդ չակրա գլխակական։ Երբ կունդալինի էներգիան հասնում է 7-րդ չակրային, մարդը ամբողջությամբ անցնում է էվոլյուցիայի բոլոր մակարդակները, բոլոր փուլերը։ Ժամանակակից աշխարհը, ինտերնետային գիտելիքները կամ շատ տարբեր տեսակի մարդիկ, ովքեր ներկայացնում են կունդալինի եւ կունդալինի յոգան, շատ հաճախ չեն հասկանում, թե իրական կունդալինի յոգան եւ իրական կունդալինի էներգիան ինչ առանձնահատկություններ ունի եւ ինչ կարող է տեղի ունենալ իրենց հետ կունդալինին արթնացնել։ Այսօր գոյություն ունեն բազմաթիվ վարժություններ, գոյություն ունեն մարդիկ, ովքեր ասում են, որ իրենց կունդալինին բարձրացել է կամ նրանք կունդալինի են բարձրացնում, բայց այստեղ գոյություն ունի մի այսպիսի անորոշություն, առանձնահատկություն, որ կունդալինի էներգիան բարձրացնելը չի նշանակում ընդհանուր էներգետիկան բարձրացնել։ Ընդհանուր էներգետիկան բարձրացնել, այո, վարժությունների միջոցով կարելի է էներգետիկան բարձրացնել, աշխատել ներքևի, կենտրոնական եւ վերևի չակրաների հետ։ Բայց դա դեռ չի նշանակում կունդալինի էներգիայի բարձրացում։ Կունդալինի էներգիայի բարձրացումը ունի հետևյալ առանձնահատկությունները, այ օրինակ, եթե կունդալինին արթնանում է առաջին չակրայում եւ բացվում է առաջին չակրան ամբողջովին, ապա այդ ժամանակ մարդը ստանում է լևիտացիա ունենալու հատկություն։ Մարդը կարողանում է վերահսկել հողի տարը, հողի էներգիան եւ լևիտացիան իր համար դառնում է շատ հասարակ մի բան։ Երբ որ կունդալինի էներգիան բարձրանում է երկրորդ չակրա, Սվաթիստանը, մարդը սկսում է կառավարել արդեն ջրի տարը։ Այսինքն նա կարողանա հանգիստ քայլել ջրի վրայով կամ առաջացնել որոշակի ջրհեղեղներ կամ այլ ուրիշ ջուրը կառավարող գործողություններ կարողանա կատարել եւ այսպես հերթով մարդը պետք է բարձրացնի կունդալինի էներգիան, բացվելով նաեւ իր ամբողջ պոտենցիալով, բացելով իր մնացած գերբնական հատկությունները, որոնք ունի յուրաքանչյուրը։ Եվ այստեղ հարց է առաջանում։ Այն մարդիկ, ովքեր որ ասում են կունդալինի էներգիա են բարձրացրել կամ բարձրացնում, նրանք կարողանում են լևիտացիա, նրանք կարողանում են ջրի վրայով քայլել։ Եթե ոչ, ապա դա կունդալինիի բարձրացում չի, դա ուղղակի ընդհանուր էներգետիկայի բարձրացում է։ Ընդհանուր էներգետիկայի բարձրացումը կարող է տեղի ունենալ նաև շնչառական վարժություններով, մեդիտատիվ վարժություններով, ֆիզիկական ակտիվ վարժություններով եւ ոչ ակտիվ пассив վարժություններով, նույնպես ուղղակի որոշակի տևական ժամանակով եւ որոշակի մեխանիզմով։ Այնպես որ գոյություն ունի այդպիսի մի անորոշություն, որ կունդալինի էներգիան բարձրացնելը ինչ որ այդպես հեշտ եւ շատ པարզ գործողություն է։ Արդյոք ինչքանով է մարդը պատրաստ կունդալինի հետ աշխատելու։ Որովհետեւ եթե մարդը ֆիզիկապես, հոգեպես եւ էներգետիկ մակարդակի վրա պատրաստ չլինի նման ակտիվ, գերակտիվ էներգիայի արթնացման, ապա իր հետ տեղի կունենան շատ վատ բաներ։ Օրինակ ֆիզիկական մարմինը չի դիմանա եւ տվյալ մարդը հնարավոր է որ առողջական մեծ խնդիրներ ունենա։ Երկրորդը դա հոգեբանական մասն է, եթե մարդը պատրաստ չեղավ կունդալինի էներգիան բարձրացնելու, ընդունելու, գիտակցությամբ պատրաստ չեղավ, էմոցիաներով պատրաստ չեղավ։ Եվ նա կատարեց դա,
կամ փորձեց կատարի դա, հոգեբանական խնդիրներ են լինելու միանշանակ, հոգեբոր աշխարհը ներաշխարհը խառնվելու է։ Նաև շատ հնարավոր է, որ այդ մարդը շատ շուտով հայտնվի հոգեբուժանը։ Էներգետիկ մակարդակը դա մեր ամենանուրբ մակարդակն է։ Այսինքն այնտեղ մենք պետք է լինենք շատ ավելի ուշադիր եւ շատ ավելի նուրբ։ Մենք ունենք կենտրոնական սուշումնա նադին, այսինքն կանալը էներգետիկ, իդան եւ բինգալան։ Իդայով եւ բինգալայով էներգիաները գնում են դեպի սուշումնա եւ սուշումնայից էներգիան առաջին չակրայով կունդալինիի հետ միասին բարձրանում է վերև։ Հիմա եթե սուշումնան չի գտնվում առողջ բալանսավորված վիճակում, եթե այդ մարդու ողնաշարը չի գտնվում առողջ բալանսավորված վիճակում, կունդալինիի հետ աշխատել կամ կունդալինին բարձրացնելու մասին խոսք լինել չի կարող։ Սա գրագետ չի լինի եւ դա պետք է գիտակցեն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կունդալինիի հետ աշխատել։ Կունդալինիի հետ կապված հայկական մեր իրականության մեջ գրեթե ոչ մի ինֆորմացիա չկա։ Այդ իսկ պատճառով ես այս տեսահոլովակը նկարահանելու անհրաժեշտություն գտա եւ այն պարտադիր ցանկանում եմ, որ յոգայով զբաղվող ցանկացած մարդ դիտի եւ ոչ միայն յոգայով, որովհետեւ շատերը տալիս են հարցեր, ինչ է կունդալինին, ինչպես բարձրացնենք կունդալինին։ Նախ պետք է սկսել զբաղվել հաթա յոգայով, կարգավորել ֆիզիկական առողջությունը, կարգավորել ողնաշարը, կարգավորել էներգետիկ ուղիները, կարգավորել հոգեբանությունը, մտային համակարգը, ձեր էմոցիոնալ համակարգը։ Հետո նոր կարելի է մտածել կունդալինի էներգիայի կամ կունդալինի էներգիան արտնասնելու ու բարձրացնելու մասին։